Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կենդանատեսակ Ադրբեջանում չկա։ Օրինակ Ադրբեջանում կարող լինի կենդանի, որը քիչ է, ասենք կարմիր գրքում գրանցված կենդանի, ասենք օրինակ արջի մի տեսակ։ Բայց հասարակության ներկայացուցիչ կենդանատեսակ Պարոն Ազարյան, ես շատ լավ գիտեմ, ես 168 ժամը հիմնելուց հետո այնպես ստացվեց, որ մի երկու այդպիսի սեմինարի, ընդ որում մեկը հենց Ստամբուլում էր, որպես չեզոք գոտի տեղի ունենում, Բոսֆորի ափին, նավերից մեկի վրա, այն ժամանակ 10 քանի տարի առաջվա բան եմ ձեզ պատմում, ադրբեջանցիներ եւ հայ լրատվամիջոցների ղեկավարներ մասնակցում էին մի սեմինարի, այդ թվում ես Եվ խոսում էին, որ ատելության խոսքը պետք է հանել, նույն, այսինքն հիմա հասկանում ենք դա ինչի համար էր արվում։ Եվ այն ժամանակ, երբ որ նույնիսկ մեր խմբում կային հայեր, անունները չնշեմ, որոնք պարզվեց ադրբեջանցիների հետ վաղուց մտերիմ հարաբերություններ ունեն ադրբեջանցի գործընկերների, նույնիսկ երբ որ լուսանկարվում էին եւ հայերը այսպես ձեռքերները գցեցին ուսերին, այդ ադրբեջանցիների բավական հայտնի ներկայացուցիչներ են մեդիաների Միանգամից ասեցին, հա, եկել էին ընդ որում թուրքական Սաբա եւ այլ լրատվամիջոցներից, որպեսզի ներկայացնեն, որ տեսեք հայ եւ ադրբեջանցի մեդիագործիչները, լրագրողները ինչ լավ համագործակցում են, հայերից մի քանիսը այսպես ձեռքները ուսերին էին գցել այդ ադրբեջանցիները, դեռ ասեցին՝ մի րոպե, իջեցրեք ձեռքերը։ Որովհետեւ եթե հանկարծ այդ լուսանկարը հասնի այնտեղ, հա Ավելին, երբ որ նույնիսկ մեկը ադրբեջանցիներից ինձնից լուսանկար ուզեց, ասեցի մեյլը տուր փոխանցեմ։ Ձև չկար, այդ 10 քանի տարի առաջ, ասենք 2006 թիվներ, ինչ էր։ Ավել, հա, 7 տարի կնստի։ Չէ, ասեցի մեյլ լուսանկարչական սարք ունեի մոտս, ասեցի տուր փոխանցեմ, մեյլը տուր, ասեց, չէ, գիտեք ինձ ինչ կանեն։ Ամբողջը վերահսկվում է, պարզ է։ Բայց ես հիմա սկսել են դռները բացել են ու բոլորը գալիս են, չէ, վերլուծաբաններ, չգիտեմ, կոնկրետ, հա, այն խոսող գլուխները Ալիևի ադմինիստրացիայի։